Ես նայում եի ձեր հարցազրույցը, տեսա նաև որ դուք մեծ ուրեմն անհամաձայնություններ կարծես ունեք այն քաղաքական կուրսի հետ, որը վարում են այսօրվա իշխանությունները, այն առումով, որ Ռուսաստանի հետ այս հարաբերությունները, այն ինչ կատարվում է, դուք տեղ մեծ ռիսկեր եք տեսնում, տնտեսական, ուրեմն մեր ինտեգրացիայի մակարդակի մասով, այսինքն մենք շատ ենք օրինակ տնտեսական թեմով խոսել, որ թե մեր էքսպորտը, թե մեր իմպորտը, այդ ամենը գրեթե անկախ նրանից թե Նիկոլը ոնց է ասում, որ ուրա հնարավոր ալտերնատիվ շուկաներ հիշում եք ասում էր մանեք եք բան, բայց դուք եք ձեր հարցազրույցում ասում, որ թե չափանիշների որակական չափանիշների տեսակետից, թե լոգիստիկայի գնի տեսակետից, մի խոսքով այդ ամենը երբ համադրում ես, անհնար է այդ ծավալի առնվազն գտնել, այդ իբր լավություն անեն, սուբսիդավորեն ինչ որ քոնը գնեն։ Հիմա այս առումով մենք վաղուց ենք չէ տեսնում թե հարաբերությունները Ռուսաստանի հետ անկախ նրանից թե Ալենը կամ այլ մեկը ասում էր որ երբևիցե այսքան լավ հարաբերություններ չեն եղել, վստահ եմ դուք էլ գիտեիք, ժողովուրդն է մեծ մասը գիտեր որ նման չի սա լավ հարաբերություններին ու ոչ մեկ անակնկալի չի եկել որ այսօր մենք հարաբերությունների այս վիճակում ենք։ Այս ընթացքում ներքին ինչ որ բացատրություն տրվում էր սրան կամ ներքին ընկալումներ կար, որ սա լավ տեղ չի տանում, հատկապես ձեր համար, որպես մարդու, ով հիմա ասում է, որ ինքը գիտակցում է այս տեսակ կտրուկ վեկտորի փոփոխության առանց պատրաստ լինելու իդեպ մենք էլ ենք մշտապես ասել որ մեզ մեկ է կլինի ռուսը, եվրոպացին, սոմալացին թե չինացին, եթե դու կարում ես գտնել ալտերնատիվ, որտեղ կկարողանաս իրացնել քո պրոդուկտը եւ բերել այն ինչ պետքա քեզ քո հիմնական կարիքների համար, մեզ մեկ ով է, բայց այս օրվա դրությամբ հələ որ Ռուսաստանն է որ կարանք։ Այս մասով ներքին ինչ խոսակցություններ են եղել ու ոնց է, եթե դուք զգացել եք որ տեղա տանում, ինչ եք փորձի անել, թե չկար այդ հնարավորությունները մի բան անելու։ Ես իմ մեծ արտահոսք կանեմ փաստորեն։ Շատ լավ է։ Թե իհարկե, հեսա կազմակերպենք։ Ես արտահոսք եմ, մի րոպե։ Մի հատ թե բերեք, կարևոր արտահոսք է հիմա։ Թեից հետո թե թեից առաջ։ Առաջ։ Մինչև թե բերեք հիմա ուժեղ արտահոսք է գնում այդ կամերան։ Դեպքերի զարգացման արդյունքում անցած տարի այս ժամանակ մի քիչ առաջ, երևի կարող պատահի, փետրվարին։ Քննարկում եղավ որ պետք է անենք։ Դեմենք եւ հայտ ներկայացնենք Եվրոմիություն։ Այո։ Անցած տարի։ Այսինքն դեռ էս եվրոները չկային էս։ Հա, պաստորեն պասով ա եղել։ Okay։ Որ բանա Եվրոմիություն։ Գնանք Եվրոպա։ Գնանք Եվրոպա։ Հա։ Ես հարց տվեցի։ Ասեցի անվտանգային երաշխիքներ կան։ Չկան։ Մեզ տարեկան մոտ 10 տարի 2 միլիարդ դոլար փող է պետք ունենալու նվեր։ Այդ դուք ինչ որ հաշվարկ։ Այո, ես Սոցիալական հաստատաժողովի անդամ եմ եւ ես այդ հաշվարկները ունեի։ Մեզ տարեկան 2 միլիարդ դոլար փող է պետք։ Ինչի համար։ Որպեսզի այն ապրանքը, որ մենք արտադրում ենք, որ հանգած Ռուսաստան չգնա, սուբսիդավորես դրա արտահանումը Եվրոպա, հա։ Չի էթա Եվրոպա չեն ընդունի, այդ բիզնեսմենների մի քիչ փող տանք, պայմանները խստացնենք, ես անենք գնանք ստիպված բարձրացնեն մակարդակը, արտադրքի մակարդակը բարձրացնեն եւ հասնենք եվրոպական մակարդակը եւ կարողանանք ծախենք, էլի ասենք։ Բիզնեսմեն աշխատող բիզնեսմեն։ Լավ։ Չկար։ Մասի դիքում, բայց դեպքում մենք ինչ ենք անում, էլի, ոնց կարելի է այս բան անել։ Առավել եւս, որ Ռուսաստանը անկախ ամեն ինչից մենք իր հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ ենք եւ հետեւաբար եւ ինքն էլ գտնվում է պատերազմական իրողությունների մեջ Ուկրաինայի հետ եւ այս քայլը դժվար է ընկալել թե ոնց կարելի անել մենակ էի այսինքն բարձրաձայնողը հասկացա մենակ էիք բայց դուք տեսնում էիք մնացածի մոտ նույն մտավախությունները կային բայց չէին ասում չէին ասում այդ թվում գործարարները օլիգարխները չէին ասում իրանք գոնե պետք է այդ հասկանան չեն ասում լավ վարչապետը ասեց որ բանա էսի բանա այ արտահոսք է այսինչ ալնում կոնկրետ արտահոսք էսի տոշնի արտահոսք թե այս արտահոսքը քիչ եմ ասարի մի տարի առաջ որտեղ մեզ հյուր չէիք եկել չէ եթե արտահոսք բանանով էի ուզում ասել հա եթե արտահոսք անող էիք քիչ էիք արել ինչ ասեց ասեց որ բանա սա որոշումա դիրքորոշվեք քաղաքական գիծա 10 րոպե հետո ստացանք սապշենի, որ պետք է նորից քննարկենք այդ հարցը։
Այսինքն այդ սա արվում էր այդ բանով WhatsApp-ներով։ Չէ։ Բա ինչով նամակ ստացաք, որ ասում եք ստացան դերեք։ Մենք բանը չաթ ունենք, էլի ասենք բանը։ Չաթ ունենք։ Դա ինչ որ Messenger-ով։ Խմբակցության ղեկավարը բանանում, Ասում են նորից պիտի քննարկենք։ Հա, բանը ուրբաթ օրը, ասենք մի շաբաթ հետո մտարվեց։ Նորից քննարկենք։ Քննարկեցինք եւ Դուք նորից նույնը ասացիք։ արդեն ես բաց Իմաստել չկար, հա։ Սախ ասեցին։ Նույն բանը։ Հա։ Լավ։ Ինչ։ Եվ չանցավ այդ առաջարկությունը։ Բայց այդ բարագային ոնց Արամ Զավենիչենք վերցրեցին։ Դա էլ արդեն թող բոլորը։ Դա էլ արդեն ասում Զավենիչին կաչեք հարցրեք։ Իմ հարցրեք։ ասած արտահոսքից հետո թող յուրաքանչյուրը Իրա մտ չէ, հիմա ես ուզում եմ այս թեման կլորացնել, որովհետև կարևոր է։ Դեկորացիա որն է, բա փաստորեն Փաստացի պաս է տվել։ Փաստորեն բերեց, վարչապետը բերեց թիմին կանացած փաստի առաջ։ Արամ Զավենիչենց տվեցին հանձնարարակությունը այն երջանիկ դեմքերով տղերքը արեցին այդ։ Այդ ստորագրավակը Չարեց կուսակցությունը արեցին իրանք, այսինքն ըստ էության դա քաղաքական էս էլ են որ դուստր ձեռնարկություն են իրանք, փաստացի հետա դուրս գալիս էլի, որը որ կարևոր է։ Ես հետաքրիր է ամեն դեպքում։ Որտեղ քաղաքականությունը նախ ես ինքս բանը տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների կողմնակից եմ։ Մենք ստեղ ենք ապրում Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի հետ միասին։ Մենք չենք կարող, մենք իրավունք չունենք աշխարհաքաղաքական այնպիսի որոշում ընդունենք, որը կարող է պատահի այս կամ այն կերպ վնասի մեր հարևաններին, եւ մենք այդ մասին չմտածենք։ Այսինքն մտածենք, որ վնասում ենք, հեչը չի վնասում, մենք անում ենք այս քայլը։ Բացի այդ Ռուսաստանի հետ դուք շատ կարևոր բան ֆիքսեցիք։ Նոր անենք, գրողը տանենք, մենք դու ոչ մի ձևով Եվրոպային պատրաստ չես ախր։ Բացի այդ մենք Մաքսիմիլիան միության անդամ ենք։ Մենք Մաքսիմիլիան անդամ ենք, ոչ մի ձևով Եվրոպային մենք պատրաստ չենք, ոչ մի ձևով, ոչ մեր մենթալիտետով, ոչ բանով պատրաստ չենք, ոչ մեր ինչ ասեմ։ Իսկ շատ կարճ ճշտում էլի, այսինքն նաև մենք չենք հասկանում, անկեղծ ես ասեմ, մարդիկ ովքեր այդ process-ներից դուրս են, բայց հետ նայում են ինչա կատարվում, ես չեմ հասկանում։ Ոնց բացատրվում էր Եվրոպայում մեզ սպասում են։ Չէ, ում են սպասում են Եվրոպայում։ Մենք Ուկրաինային չեն սպասում այսքանից հետո, այ։ Դե բանը, բա այդ ժամանակ որ այդ խոսակցությունը որ եղավ, այդ ժամանակ որ այդ խոսակցությունն եղավ, դրանից հետո տեղի ունեցած արդեն գործընթացները միանշանակորեն հաստատեցին, որ այն ժամանակվա վերջնական դիրքորոշումը ճիշտ էր։ Ու հիմա տրամագծորեն հակառակ բան եղավ, բերենք օրենք ընդունեցինք առաջին դրսմամբ ելնելով այդ ստորագրավակից։ Հա, ելնելով ստորագրավակից, իբրև թե ժողովրդի պահանջ է, մենք էլ դեմոկրատական երկիր ենք, բայց ժողովրդի պահանջը ոչ հաշվի չառնենք, ու կարող է պատահ վաղաչությունը վարչապետը ասի, դե հիմա օրենք ընդունել, դե արեք բան անենք, գրենք։ Որը հենց ավտորիտարիզմը ստեղ է, էլի բան անում, արդեն իր դերակատարությունն հիմա նայում են երևի իմ գործընկերները։ Միանշանակ կարող են նայեն։ Հույս ունեմ, որ դա կարող է քրտակ գործալ։ Ես ներողություն եմ խնդրում։ Մտեք, նորմալ է, ինչ թեին է։ Ես ներողություն եմ խնդրում, ես շատ բան կարող եմ ասեմ, որ չեմ ասում, բայց բաներ կա չեն կարող չասենք։ Անկեղծ նստած ենք։ Էս այդ նախին արտահոսքի համար թե խնդրում եմ վերցրեք։ Էսի որ վերջանա մի հատ թազա արտահոսք։ Եթե լինի նոր արտահոսքի համար խմեք, պարոն Աղազարյան, մեզ ափսոս չի, լիքը ունենք։ Ձևի չի, դու падգամավոր ես։ Հա։ Էսի նույն պակետիկով չեն կարի, առանձին պակետիկ է իմանալ, մենք տես չենք անում մի հատով երկու հատ։ Նորմալ է, էսի խմեք, մյուսին էլի մի հատ արտահոսք հեսա կկազմակերպեք։ Ասեմ որ մնան նայեն, էլի։ Դու падգամավոր ես, փաստորեն։ Դու պարտավոր ես այդ կարգավիճակին հավատարիմ մնալ։